Ներկայացրողներ, Վահանուկ Սուքեսյան։ Սիրելի երևանցիներ, դուք ապրելով ես քաղաքում, ձեր ամենօրյա գործունեության մեջ լավ տեսնում եք, թե ձեր հարևան, ծանոթ, բարեկամ, հեռու բարեկամ տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ զբաղեցրած եւ զբաղեցնող որ չինովնիկը իր կամ իր հետ փոխկապակցված անձի անունով ինչեր է յուրացրել, որևիցե հանձնաժողով ստեղծելով կամ չստեղծելով չէ, որ այդ ամեն ինչը պետք է դուրս գա ջրի երես։ Եվ այստեղ շատ անկեղծ բացահայտացվեց, որ իրավական տիրույթում այդ գործընթացները կան, այս ամեն ինչը արվում է քաղաքական գնահատական տալու համար, այնպես որ ես երբ որ ես ասում սա նախընտրական շոու է, այդտեղ որևիցե տարակարծություն չկա։ Հիմա ինչ իրավիճակ ունենք, որ երկրում ծաղկում է հովանավորչությունը եւ կոռուպցիան, նախկին հեղափոխական ակտիվիստները դարձել են խոշոր կապիտալիստներ եւ այն ալիքը, այն խոսույթը, ինչի բերումով եկել են իշխանության, նորից դա հիշել են, այդ ճախարակը պտտեն, ով ինչ այլ ինչա, լավ իմանալով, որ նախ իրանք արդեն ունեն այդ ցուցակները, ում անունով իեփեվե ինչա գրպանվել, նաև շատ լավ իմանալով, որ դրանց երևի թե գերակշիռ մասը վաղեմության հիմքով այդպես սպիտակացնելու են անցնի գնա, բայց գիտեք, ապրիորի օդի մեջ խոսելը, թե ինչ գույք է սեփականաշնորհվել, դա մի բան է, մի բան է կոնկրետ առարկայական այդ թեմայով խոսելը, ուրեմն նախկին քաղաքապետերից մեկը 4 մանկապարտեզ է իր եւ իր փոխկապակցված անձանց անուններով սեփականաշնորհել, հիմա իրավական գործընթացով անցնում եմ, այդ հանձնաժողովը սարքում եք, որ այդ նույն բանը նորից բարձրաձայնեք, այդ մարդի հիմա ազատ շրջում է, ու իրավական գործընթացները այդ գույքերը հետ չեն բերել։ Ոչ միայն այդ իրավական գործընթացով այդ գույքերը հետ չեն բերել, 23 թվականին էլ այդ մարդը ձեր համար ձայներ է բերել։ Հիմա ով է նախկինների հետ աֆիլիացված, մենք թե դուք։ Դες այդ փաստը բերում եմ ասում նախկին մանկապարտեզ սեփականաշնորհածին ոչ ձեռքից բռնում եք, ոչ ձերբակալում եք, սուրը գալիս մենք դուք, մոց մենք, հոսելով չի։ Բարի ճանապարհ, չգնացողի հերնել անիծած, չբռնողի հերնել անիծած, պարտակողի հերնել վրայից արինծած։ Բայց երբ որ դուք խոսում եք Արցախահայերից, մատից փուշ եք անում, ժողովուրդ քիչ մնացել, ընդհանուր մի տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, այս մղձավանջի վերջը գալու է, այս դեգրադացիան, այս ծուռ հայրենի թագավորությունը վերջանալու է, դուք մի իշխանություն եք, ով հայրաքելական եկեղեցու վերապար հայրապետին թիրախավորում եք, գնում եք, չգիտեմ, Թուրքիայի մզկիթում կիտրիներով բանով տենց գլուխ խոնավելով մոլայի առաջ տենց ժպտում եք, Հայաստանի անկախության հռչակագիրը քննադատում եք, Էրդողանի գիրքը գրքում նկարվում եք։ Դուք այդ իշխանությունն եք, դուք ոնց կարող կոռուպցիայի դեմ պայքարեք։ Ինչքան կոռումպացված պետական միջոցներ գրպանած գանձագող սրիկա կա, գործերը հարուցել եք, դարձրել եք խոցելի, բռնել եք կրիմինալի մեջ, մի քիչ իմ քայլը հիմնադրամին եք մուծվել տվել, գործերի վարույթներն էլ պայմանավորված ձգձգում եք, որ վաղեմության հիմքով հասարակության աչքին էլ թոս փչեք, թե տեսեք, մենք պայքարում ենք այդ ամեն ինչի դեմ։ Շատ լավ իմանալով, որ այդ ամեն ինչի վերջնարդյունքը ընտրական, նախընտրական հաց ու ջուր ունենալն է, բայց մեր օրերում այդ ամեն ինչը շատ կարճ ժամանակ ունի, շատ կարճ կենսունակություն ունի, եւ առաջիկա գործընթացների ժամանակ Ինչպես վերջին մեկ տարվա գործընթացների ժամանակ 23 ընտրություններին առանձնապես չեմ ուզում անդրադառնալ, դուք փաստացի փոքրամասնության իշխանություն եք, եւ 26 թվականի ընտրությունների ժամանակ ընտրությունների արդյունքներում այս մասկարադի, այս շոուի վերջը գալու է եւ իրերը կոչվելու են իրենց անուններով։ Այլ ելույթներ խմբակցությունների անունից